Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն է, այսօր իմ հյուրն է տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Մենք նախորդ անգամ, երբ որ հանդիպեցինք, ոնց որ թրիփի մեխանիզմների մասին նոր էր բացահայտվում, նոր էր ասվում, այսօր ավելի քան կարևոր է Հայաստանի համար թե թրիփը, թե միջին միջանցքը, թե խաղաղության խաչմերուկը, ու եթե հաշվի առնենք, որ կարծես թե փառք Աստծո, կարծես թե լեզու են գտնում Միացյալ Նահանգները եւ Իրանը, ինչ կարող է շահի սրանից այս ամեն ինչից Հայաստանը։ Շնորհակալ եմ, իրականում մենք այս քննարկումը իրավիճակային առումով շատ ավելի բարենպաստ փուլում է, քան նախորդներ, որտեղ նախորդում անորոշությունները բավականաչափ մեծ էին եւ կար պատերազմի վտանգը, որն էլ եւ տեղի ունեցավ։ Տարածաշրջանում պատերազմի վտանգը։ Հիմա միանշանակ նշել, որ այդ անորոշությունները վերացնելն այդքան էլ ճիշտ չի լինի, բայց կա առնվազն ակնհայտ մի բան, որ հակամարտ կողմերը, տվյալ դեպքում Իրանը եւ Միացյալ Նահանգները, նպատակաուղղված կերպով փորձում են գնալ խաղաղության։ Սա շատ կարևոր միտում է, որը նախկինում չկար։ Այսինքն կար հետեւյալ ուղեգիծ երկուսի մոտ էլ խաղաղություն իմ պայմաններով։ Հա, սա է նաև պատճառը, որ հանգեցրեց պատերազմին։ Իհարկե կա նաև խոչընդոտը գլխավոր, դա Իսրայելի քաղաքականությունն է, որը որևէ կերպ չի ցանկանում, որպեսզի այդ խաղաղությունը կայանա, բայց այնուամենայնիվ առնվազն ներկայում արձանագրված իրողությունների հիմքով կարող ենք պնդել, որ թե Միացյալ Նահանգները, թե Իրանը պատրաստ են ապահովել կամ պատրաստ են իրականացնել այն քայլերը, որոնք կարող են տանել խաղաղության։ Իսկ եթե այս խաղաղությունը կայանա, եթե եւ հարցականները դեռևս շարունակում են այսպես շատ ամուր կերպով մնալ դեռևս, դա վստահաբար շատ մեծ ազդեցություն ունենալու ընդհանրապես մերձարարվելքի եւ նաեւ մեծ մերձարարվելքի այդ թվում հարավային Կովկասի վրա, որովհետեւ այն հակամարտային գոտիները, որոնք եղել են տարածաշրջանում տասնամյակներ շարունակ եւ անընդհատ բարբերաբար ակտիվացել են ապակայունացնելով տարածաշրջան, դրանք փուլ առ փուլ ուրեմն կհանգուցալուծվեն։ Հարավային Կովկասում հիմնական խնդիրը եղել է Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության կողմից տարածաշրջանի երկրների եւ Իրանի միջև այսպես սահմանափակումների տարբեր պատժամիջոցների միջոցով այդ հարաբերությունները ընդհանրապես Իրանի ներուժը սահմանափակելուն միտված քաղաքականությունը, որը եւս էականորեն ուրեմն կնվազի այդ քաղաքական տարաձայնությունները, որոնք հաճախ հասել են կոնֆլիկտային մակարդակի, դրանք եղել են փուլեր, որ պարզապես խոչընդոտել են անգամ բնականոն հարաբերությունները, օրինակ Հարավային Կովկասի երկրների եւ Իրանի միջև։ Այսինքն եթե այս բոլոր խնդիրները փուլ առ փուլ ես նշում վստահաբար միամտություն կլինի այդ առնվազն կանխատեսել, որ շատ արագ կերպով այս բոլոր խնդիրները վերանալու են, այդպես չէ։ Բայց եթե այդ լարվածության թույլատվման միտումն արձանագրվի, բնականաբար դա շատ դրականորեն է ազդելու նաև մեր տարածաշրջանի վրա, Հայաստանի Հանրապետության վրա շատ ուղիղ կերպով, որովհետև Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր նախագծերի իրականացման համար կարևոր են 2-3 առանցքային գործոն։ Առաջինը խաղաղությունը տարածաշրջանում, որտեղ եթե չունի խաղաղություն, պարզապես բոլոր այդ ենթակառուցվածքային նախագծերը դրանք անվտանգ չեն լինի, վստահելի չեն լինի, ապահով չեն լինի եւ որևէ դերակատար դրանից չի օգտվի։ Եվ ի վերջո ներդրումելը այո, երկրորդը գալիս է դրան։ Չեն լինի ներդրումներ եւ բնականաբար չեն աշխատի ենթակառուցվածքները։ Այսինքն եթե Իրանում պատերազմ է, ինչ Հյուսիսարավի մասին կարելի է խոսել, չէ՞։ Եթե օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտային իրավիճակը շարունակվում է, ինչ արևելք արևմուտքի մասին կարելի է խոսել կամ թրիփի մասին կարելի է խոսել։ Այդպես խաղաղությունը ամենակարևոր նախապայմաններից է։ Իսկ ինչպես արդեն նշեցի, դրա նախերգանքն արդեն կարծես թե կա եւ այդ քաղաքական առումով, այսինքն այդ միջավայրի առումով դրական
գործոնները կարծես թե արդեն երևում են եւ թույլ են տալիս արդեն պլանավոր կոնկրետ գործողություններ նախագծերի իրականացման հետ կապված կոնկրետ նույն թրեպի կառուցման հետ կապված հյուսիս-հարավի ուրեմն տրամաբանության մեջ ավելի առարկայական ներդրումներ եւ քայլեր իրականացնելու հետ կապված եւ այլն։ Իսկ Թուրքիայի պարագան կամ այսպես ասեմ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը ինչու է այդքան անհանգստացնում Իսրայելին։ Եթե հաշվի առնենք մանավանդ, որ Իսրայելի արտգործնախարարը հայտարարեց, որ իրենք պատրաստ են ճանաչել հայոց ցեղասպանությունը, մտնել կառավարություն, հերթական անգամ խաղարկում են։ Այո, հերթական անգամ խաղարկում են, որովհետև հարմար իրավիճակ է, երկու առումով առնվազն, կրկին շատ այսպես աննախադեպ կերպով սրվել են Թուրքիայի եւ Իսրայելի միջև հարաբերությունները, էլի հռետորաբանության մակարդակում։ Երկրորդը կարծում եմ այս F-35-երի թեմայով է պայմանավորված, որովհետև Միացյալ Նահանգներից կարծես թե կրկին ակտիվացել են քննարկումները, հատկապես Թրամփի ուրեմն Թուրքիայցի նախաշեմին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին պետք է մասնակցի եւ չի բացառում որ ստորագրեն։ Այո, այնպես որ այս սրա նախաշեմին կարծես իսրայելական կողմը կրկին փորձում է ինչ-որ օրակարգային հարցեր ուրեմն առաջ մղել։ Ինչ վերաբերում է այսինքն ես ուղիղ կապ այսպես չեմ տեսնում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ Իսրայելի վարքագծի, բայց Իսրայելի վարքագիծը կամ Իսրայելի շահերը եւ հետաքրքրությունները շատ կարեւոր մի ուրեմն հանգամանք են ենթադրում նաեւ Հարավային Կովկասում։ Դա չկարգավորված հարաբերություններն են, դա ոչ խաղաղություն վիճակն է եւ անընդհատ նոր պատերազմի հնարավորությունը։ Դա առնչվում է ինչպես Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտին, ինչպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման չլինելուն, այնպես էլ վստահաբար նաեւ Իրանի շուրջ ուրեմն իրավիճակով է պայմանավորված, որովհետեւ Իսրայելն անընդհատ անհրաժեշտ է, որպեսզի Իրանի շուրջ լինեն անկայունություններ, որպեսզի նա էլ օգտվի այդ անկայունություններից իր ներկայության անհրաժեշտությունը հիմնավորի փաստարկի, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ Ադրբեջանի պարագայում, որտեղ Իրանով պայմանավորված, Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտով պայմանավորված իրեն կարողացել են այս ներկայությունը ունենալ։ Հիմա երբ որ այդ կոնֆլիկտային միջավայրը ծրվում է, սա Իսրայելի անհրաժեշտությունն ու պահանջվածությունը տարածաշրջանում նվազեցնում է։ Նաև որպես մահակ։ Այո, եւ հիմա եթե տեսեք, եթե ենթադրենք չկա այլևս ռազմական համագործակցությունը խորացնելու հատկապես Իսրայելի հետ, հա, անհրաժեշտություն, հետեւաբար Ադրբեջանի կախվածությունը Իսրայելից նվազում է։ Եթե Ադրբեջանի կախվածությունը նվազում է, Ադրբեջանի ներկայությունը մեր տարածաշրջանում, Իսրայելի ներկայությունը եւս նվազում է։ Իսկ եթե Իսրայելի ներկայությունը նվազում է, նշանակում է Իրանի զգայունությունները մեր տարածաշրջանի հետ կապված եւս թուլանում են։ Իսկ սա շատ կա, օրինակ Թրիպի հետ կապված հիմնական իրանական զգայունություններից ոչ միայն Միացյալ Նահանգները ներկայացնել, այլև այն, որ օրինակ այդ ներկայությունը կարող է օգտագործվել Իրանի դեմ կոնֆլիկտի դեպքում, ինչպես օրինակ ուրեմն Արցախի այն տարածքներում, որոնք պատերազմի արդյունքում անցան եւ ներկայում հենց Իրանի սահմանային հատվածներում, որտեղ փաստացի իսրայելական կողմը առնվազն հետախուզական ենթակառուցվածքներ ունի այդ օդանավակայանում։ Իսրայելական անօթաչուները հերիք են, էլի։ Այո, այո։ Այնպես որ տեսեք, Իսրայելի փաստացի պահանջվածության եւ ներկայության անհրաժեշտության նվազումը այստեղ միանշանակ ինքը բխելու է տարածաշրջանի շահերից եւ բնականաբար նաեւ Իսրայելի շահերով է պայմանավորված, այսինքն Իսրայելի շահերից է բխում, որպեսզի այստեղ անընդհատ կոնֆլիկտային իրավիճակ լինի։ Բավականին ակտիվացել է վերջերս Վրաստանը, հա, եթե հաշվի առնենք այն մեծ նավահանգստի շինարարությունը, ենթակառուցվածքների նորոգումները, նոր երթուղիների բացումը, այստեղ մենք ինչ որ առումով հետ չենք ընկնում, թե ընդհակառակը դա մեզ էլ է նպաստում։ Այստեղ եւ է, որովհետեւ նայեք, այնուամենայնիվ
տեսեք, հյուսիսարավի պարագայում վերջին հանգուցակետը Վրաստանն է։ Եթե հյուսիսարավ միջանցքը ինքը բնականon եւ նաեւ Հայաստանի տարածքով այսպես շատ ակտիվ գործում է, դեպի Սև ծով եւ Սև ծովից նաեւ ինչքան այնտեղ փոխունակությունը մեծ լինի, դեպի Եվրոպա դա վստահաբար նաեւ ընդհանուր շահերից է բխում։ Բայց միևնույն ժամանակ այստեղ կա նաեւ մրցակցություն եւ Վրաստանի այս ակտիվացումները հատկապես տարբեր ճանապարհների մասով, ինքը նավահանգստի պրոյեկտը բավականաչափ այսպես տևական ժամանակ քննարկվում է։ Այս հարցով իհարկե մենք մրցակից չենք Վրաստանի հետ, որտեղ չունենք երկդեպի ծով, բայց այնուամենայնիվ Վրաստանը փորձում է միջին միջանցքի, այսինքն հյուսիսային ճանապարհով ինքը ավելի մեծ ուրեմն պահանջվածություն ունենա, այսինքն այն երթուղին, որը կա եւ մինչեւ թրիպը հիմնականն է լինելու միջին միջանցքի տրամաբանության մեջ, Վրաստանը փորձում է հիմնական այսպես դերակատարների, դրանց օգտվող դերակատարների հետաքրքրությունը եւ նաեւ կախվածությունը պահել հենց այդ ճանապարհի հետ կապված։ Իհարկե, երբ որ արդեն թրիպը գործարկվի Հայաստանի Ադրբեջանի միջև սահմանները լիարժեք գործեն Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանները բացվեն, այստեղ Վրաստանի տարածքը արդեն շատ լուրջ մրցակցության այդ ճանապարհների երթուղիները մրցակցության բախվելու, որտեղ Հայաստանի տարածքը դառնալու է եւ թրիպը դառնալու է ընդհանրապես ուրեմն մատչելի եւ ամենակարճ ճանապարհը, որպես այլընտրանք թեկուզ մոտակա Տրապիզո նավահանգիստ, չէ, որը բավականին մոտ է։ Այո, այսինքն արևելքից դեպի Սև ծով, միջերկրական ծով ամենակարճ երթուղիներից մեկն է դառնալու Հայաստանի Թուրքիայի տարածքով։ Այս ամենը իհարկե շատ հուսադրող է եւ օբյեկտիվ իմաստով իրականանալի է։ Ինչով է խոչընդոտում այս ամենին, ինչի մասին մենք խոսեցինք, ռուսական քաղաքականությունը, մասնավորապես այս վերջին սահմանափակումները, չնայած առաջանցներով ասեմ, որքան ես եմ տեսնում, Հայաստանին այտենց ծանր վնաս չհասցրեց այդ ամենը։ Գիտեք, աշխարհն այս պահին այնպիսի վիճակում է, որ այսինքն աշխարհակաղակական մրցակցությունը այնպիսի մակարդակի է եւ այդ մրցակցության տրամաբանության մեջ ամեն երկրի, որը դառնում է փաստացի զոհը, կոպիտ ասեմ, այլ ձևակերպում չտամ, որովհետեւ օրինակ մեկ այլ փորձագետ կարող է այս իրավիճակը ներկայացնել որպես թատերաբեմ մրցակցության, բայց ես կարծում եմ, որ ավելի շատ Հայաստանը փաստացի դառնում է այս մրցակցությունից ինչպես օգտվող, այնպես էլ որոշակի սահմանափակումների բախ, որովհետև Հայաստանը կոնկրետ առարկայական քայլեր չի իրականացնում օրինակի համար, որոնք կարող են հակասել Ռուսաստանի շահերին։ Այլ բան է, որ Ռուսաստանն է ներկայացնում Հայաստանի դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը, Հայաստանի դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը ինքը բնական պետական քաղաքականություն է, երկրի համար ստեղծված տարբեր կախվածությունները ուրեմն հավասարակշռելու եւ մեկ կենտրոնից կախվածությունը թույլատնելուն։ Սա Ռուսաստանի կողմից դիտարկվում է որպես Հայաստանի Երևանի կողմից վեկտորը փոխելու քաղաքականություն, որ իհարկե այդպես չէ։ Հիմա տեսեք, իսկ նման աշխարհական բախումների պարագայում ցանկացած երկիր, որը ընդ որում կապ չունի դու Ռուսաստանի հետ ես, թե արևմուտքի հետ, օրինակ տեսեք, մեր հարևան Վրաստանի պարագայում էլ հակառակն է, չէ՞, նա փաստացի իր ազգային պետական շահերը այսպես ապահովագրելու նպատակով խուսափեց օրինակ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուն եւ դրա հետևանքով Եվրոպական միության Միացյալ Նահանգների, այո, հետ հարաբերությունները սրվեցին։ Հիմա եւ մենք տեսնում ենք, որ ռուսական կողմն էլ անընդհատ փորձում է իհարկե ոչ հրապարակային մակարդակով
այնպես անել, որպեսզի Վրաստանը որևէ տնտեսական խնդիրներ չունենա առնվազն։ Դա մենք չենք տեսնում իրական, որտեղ հրապարակային քարոզչական քաղաքական մակարդակում այդ մասին չի խոսում։ Բայց Վրաստանը փաստացի որևէ տնտեսական խնդիր չունի։ Վրաստանը շատ, այսինքն լուրջ տնտեսական խնդիր չունի։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը էականորեն մեծանում եւ նաեւ կենտրոնասիական երկրների հետ, որոնք սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ։ Իսկ մեր պարագայում արդեն հակառակ պատկերն է։ Մենք փաստացի Ռուսաստանի պատճառով ունենում ենք խնդիրներ եւ Ռուսաստանի աշխարհակահական հակառակորդները փորձում են այնպես անել, որպեսզի հնարավորինս աջակցել, որպեսզի Հայաստանում, Հայաստանի ներսում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ խնդիրները չզգա շատ սուր կերպով չզգա իր մաշկի վրա։ Չնայած որ այդ խնդիրները կան, հատկապես գոնե գյուղացիների եւ արտահանողների մակարդակում դրանք նկատվում, բայց կարծում եմ որ աշխարհակահական իրավիճակն այնպեսին է, եթե չսխալվում առաջիկայում նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավարն է գալու Հայաստան։ Եվ վստահաբար գտնելու են այդ ճանապարհները եւ օգտվելու է Հայաստան այն իրավիճակից, որ կա եւ նաեւ եվրոպական ուղղությամբ նախկինում մեծ լուրջ հնարավորություն ունեցած ապրանքատեսակների արտահանման հնարավորություններ են ստեղծվելու։ Եթե հիշենք դասական օրինակը, երբ որ ժամանակին պատերազմից հետո աշխարհի այդ հաղթող երկրները, որոնց թվում էր նաև Հայաստանը, առաջին համաշխարհային մասն է խոսքը, մոտեցան պողպատե երկաթե գդալներով, բայց մեր ձեռքին թղթի գդալ էր, հա, եթե այսպես կարելի ասել։ Այսօր այդ պատմությունը կարծես թե հակառակ իմաստով է Հայաստանի համար շրջվել։ Մենք ունենք պետություն, որը ինքնին արդեն մետաղյա գտալի հնարավորություն է, իհարկե գուցե մեր ընդհանրապես պետության հնարավորությունները, ռազմական ներուժը այնքան էլ ամուր մետաղի գտալի հնարավորություն չեն ընձեռում, բայց ի տարբերություն ձեր նշած 19-րդ դարի վերջի իրադարձությունների մենք ունենք պետություն, սա շատ կարևոր հանգամանք է։ Հենց սա է, հենց պետությունը երաշխավորը, այն հիմնական ազգային խնդիրների ուրեմն հանգուցալուծման, որոնք մենք ունեցել ենք 19-րդ դարի վերջում, առաջապատում պարզապես անգամ գոյության խնդիր ենք մենք ունեցել։ Եվ դրանց լուծման համար դիմել ենք տարբեր մեծ պետությունների։ Դրա եւ մեր խնդրանքն էլ եղել է այդ ուրեմն թղթե շերեփը, խնդրագրերը, խոխումների հարցը, խնդրագրերը, այո, որոնք փաստաթղթեր են։ Որոնք ի վերջո բերեցին առաջին համաշխարհային ընթացքում համաձայն եմ ձեզ։ Հիմա մենք ունենք պետություն, որը ինչպես արդեն նշեցի, քիչ թե շատ այսինքն անգամ խնդիրներով հանդերձ կա միջազգային իրավունքի սուբյեկտ է, որի հետ նստում են, վեր են կենում, որ այդ հարցեր են քննարկում, որ այդ պայմանավորություններ են ունենում եւ որի դերակատարումը շատ կարեւոր է այսօր աշխարհում մի քանի ինչպես հակամարտ բևեռների, այնպես էլ մի քանի տարածաշրջանների համար։ Նույն է թրիպը ինչ է, մի քանի տարածաշրջան իրար կապող կամ խաղաղության խաչմերուկը, մի քանի տարածաշրջան իրար կապող այլընտրանքային նախագիծ, իսկ աշխարհն ունի այսօր դրա կարիքը։ Այնպես որ չափազանց կարևոր է այս պահին մեր պետության անվտանգությունը եւ նրա նշանակության անընդհատ մեծացմանը միտված քաղաքականությունը եւ հուսանք որ թե տարածաշրջանային եւ թե աշխարհակահական իրողությունները միմյան կնպաստեն դրանից, դրա համար կարծես թե կան երևում են, մենք խոսեցինք Իրան Միացյալ Նահանգների հակամարտության մասին, այդ գործոնները առկա են, վստահաբար առկա են։ Տեսեք, Եվրոպայի թիվ 1 պաշտոնյան, Եվրամիության թիվ 1 պաշտոնյան, մենք դրա մասին խոսեցինք, հուլիսի 1-ին գալիս է Հայաստան, ընդ որում թողնելով այնտեղ Բրյուսելում կարևորագույն մի միջոցառում, էլի համաեվրոպական նշանակության, ասել է, թե ինչքան կարևոր է, ինչքան մեծ նշանակություն ունի Եվրամիության համար Հարավային Կովկասը։
ընդ որում հարավային Կովկասը կոլեկտիվ իմաստով, որտեղ իրենք բազմիցս այս վերջերս հայտարարեցին, չէ, որ վերևի հյուսիսային ճանապարհը անիրական բան է, ներքևի հարավային Իրան, արաբական աշխարհ եւ այլն ամեն դեպքում դեռևս խառնաշփոթ վիճակ է եւ ամենաապահով ճանապարհը ստացվում է կրկին հարավային Կովկասը։ Տեսեք, ես մի կարևոր կետ եմ ուզում անդրադառնալ, որի մասին դուք անդրադարձաք։ Մեր տարածաշրջանը ցանկացած մեծ խաղացողի համար պետք է ամբողջական։ Այո։ Այսինքն պետք է որպեսզի ամբողջապես հարավային Կովկասը լինի այդ բևեռի, այդ աշխարհական կենտրոնի ազդեցության ներքո։ Հակառակ դեպքում մրցակցությունը կարող է հանգեցնել անգամ կոնֆլիկտային իրավիճակի, ինչպես բևեռների միջև, այնպես էլ վստահաբար տարածաշրջանում։ Որովհետև ենթադրենք, նայեք, մինչև հիմա ինչպես է եղել, հա, մինչև 2020 թվականը եւ դրանից հետո։ Հիմնականում եղել է Վրաստան, որը եղել է արևմուտքի ազդեցության գոտում, եղել է Հայաստան, որը եղել է Ռուսաստանի ազդեցության գոտում, եղել է Ադրբեջան, որը կարողացել է քիչ թե շատ բալանսավորել, այսինքն Թուրքիայի հետ համագործակցությամբ հարաբերությունները պահել նաև Ռուսաստանի հետ կարևոր հարաբերություններ եւ այնուամենայնիվ քիչ թե շատ երկխոսել նաև Եվրոպական միության հետ, Միացյալ Նահանգների հետ։ Այստեղ մեկ գլոբալ դերակատարի ամբողջ անգամ տարածաշրջանային դերակատարի ամբողջական ազդեցություն չկա եւ դա ինչի հանգեցրեց, դա հանգեցրեց 20 թվականի պատերազմին, մեկ դա անընդհատ հանգեցրեց Հարավային Կովկասում տարբեր խնդիրների 2020-ից այն կողմ Հայաստան, Ադրբեջան պարբերաբար բախումների, Արցախում տեղ ունեցած էթնիկ զտման եւ ուրեմն ներկայում էլ հանգեցնում օրինակ հատկապես Հայաստան-Ռուսաստան, Ադրբեջան-Ռուսաստան, Ադրբեջան-Իրան, Վրաստան-Արևմուտք անընդհատ լարվածություն է, այսինքն ակնհայտ է, որ այստեղ չկա մեկ ուժեղ բևեռի ազդեցություն, որը կարողանա այս տարածաշրջանում կառավարել իրավիճակը։ Իսկ նման արդեն իսկ քայլեր կամ հենց կոնկրետ նույն ֆոն դեր Լայնի այցի նպատակն էլ ընդհանրապես Եվրոպական միության ակտիվացումը, Միացյալ Նահանգների ակտիվացումն էլ դրանով է պայմանավորված։ Այսինքն Արևմուտքը փորձում է իր հիմնական կառավարման ներքո վերցնել Հարավային Կովկասը։ Իհարկե, Արևմուտքը դա միայնակ չի կարող անել։ Իրեն տարածաշրջանում պետք են աջակիցներ, իսկ թիվ 1 աջակիցը այս պարագայում Թուրքիան է վստահաբար, որը փորձել է բալանսավորել Ռուսաստանի ներկայությունը ու ազդեցությունը, ինչպես օրինակ 2008 թվականի վրաց-ռուսական կոնֆլիկտից հետո ուրեմն էլի Թուրքիան, Ադրբեջանը, հա, հատկապես իրենց տնտեսական աջակցությամբ շուկաներով կարողացան աջակցել Եվրոպական միության մասին այդքան չեմ խոսում, տարածաշրջանի մասին եմ խոսում, որովհետեւ Վրաստանը ավելի նվազ կերպով կրի կոնֆլիկտի հետևանքները։ Հիմա նույնն էլ էս պարագայում։ Եթե օրինակի համար տեսեք Թուրքիան կարողանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Եթե կարողանում է կառավարելի իրավիճակի բերվել Իրանի եւ Արևմուտքի խնդիրները, այստեղ Ռուսաստանի ազդեցությունը էականորեն նվազում է եւ այնուամենայնիվ այսպես տարածաշրջանը ավելի շատ վերածվում է կամ գնում է դեպի հավաքական Արևմուտքի այսպես ազդեցության գոտու, որը ավելի նվազեցնում է կոնֆլիկտայնությունը եւ ընդհանրապես կոնֆլիկտների հետ կապված ռիսկայնությունը։ Հայաստանը այս առումով շատ կանխատեսելի է Արևմուտքի համար։ Վրաստանը կարծես թե ինքն էլ սկսում է կամաց, ոչ շատ ցցուն, բայց ցույց տալ, որ ինքը նույնպես Արևմուտքի գործոնը կարևորում է, չէ՞, եւ Ադրբեջանն էլ ակնհայտորեն առավելագույն ինքը պետք է առաջնորդվի այնպես, ինչպես առաջնորդվում է Թուրքիան, քանի որ Թուրքիան տարածաշրջանում, այսպես ասած, Արևմուտքի կողմից դրվում է որպես, հա, գլխավոր, ոնց ասեմ, մոդերատոր, ասենք, հա,
որ մեր ժողովուրդն էլ չասի էլի, այն բերեցիք մեր դարավոր թշնամին հեսա մեզ կուտի։ Էս մենք չենք բերում հասկանում, մենք օբյեկտիվ process-ների արդյունքում այդպես է իրավիճակը։ Այսինքն մենք ունեինք ընտրություն, չէ՞, կամ որ ընտրություններով էլ երևաց, կամ դառնում ենք ոչ թե էինք, այլ դառնում ենք վերջնականապես ֆորպոստ բելարուսատիպի մի երկիր, կամ դառնում ենք, ընտրում ենք քաղաքակիրթ ճանապարհը աշխարհի հետ, այսպես ասած, շփվելու։ Հիմա մենք ընտրեցինք աշխարհի հետ շփվելու ճանապարհը բոլոր առումներով։ Եթե դնում ենք ընտրությունը երկու բևեռների միջև, ուրեմն ուզենք չուզենք։ Ես այնուամենայնիվ, գիտեք, ես կարող ինքս տարածաշրջանի քաղաքականության մասնագետ եմ։ Հայաստանի համար մեր անվտանգության եւ մեր պետականության հարատեվության հիմնական գործոնը մեր միջավայրը հասկանալու, տարածաշրջանը հասկանալու եւ անմիջական հարևանությամբ, այսպես դրացիության միջավայր ձևավորելուն միտված քայլերն են։ Մեզ համար միշտ պետք է լինեն այլընտրանքներ։ Այդ դիվերսիֆիկացիայի կարևորումը հենց դրանում է։ Գիտեք, որովհետեւ աշխարհում մենք փոքր պետություն ենք եւ մենք չենք կարող ազդել գլոբալ process-ների վրա, ինչպես ես ձեզ ասացի, երբ որ բերում ենք Թուրքիայի օրինակը, որովհետեւ Թուրքիան ինքը Թուրքիայի ազդեցությունը այստեղ մեծացավ գլոբալ process-ների հետևանքով կամ արդյունքում։ Եթե ուկրաինական պատերազմը չլիներ, դժվար թե Թուրքիայի կարևորությունը այդքան մեծանար տարածաշրջանում։ Հետաբար մեզ համար շատ կարևոր է թե մի կարևոր հանգամանք աշխարհագրությունը։ Մենք ուզենք թե չէ 4 կողմից մեր անմիջական հարևանությամբ թուրքախոսներ են, այս շատ կարևոր հանգամանք, այսինքն երկու հարևանները մեր Թուրքիան եւ Ադրբեջանն են, որոնք հենց թուրքական պետություններ են եւ Իրանում, այո, սահմանակից հատվածներում ուրեմն ատրպատականում էլի թուրքախոսներ են, Վրաստանում էլի Մարնեոլի շրջանում էլի թուրքախ, այսինքն այս թուրքական միջավայրում են գտնվում եւ այստեղ չափազանց կարող եւ առաջնային խնդիր է մեզ համար մեր միջավայրում այդ ուրեմն դրացիության, ինչպես արդեն նշեցի, սկզբունքները ընկալելը, ընդունելը եւ նաեւ առաջարկելը նաեւ հարևանների հետ, այո, առաջարկելը, սա շատ կարևոր հանգամանք է։ Ինչ վերաբերում է արդեն մեծ կենտրոնների հետ, քանի դեռ չկա, իսկ կարծում այս պահիներ չկա, հենց Ռուսաստանը փորձում է դնել այդ ընտրության անընդհատ ուրեմն պահանջը կամ մեզ հետ է կամ մեզ հետ չէ, բայց այդ պահանջը դնելով Ռուսաստանը չունի էական լծակներ ուրեմն խոչընդոտելու կամ թույլ չտալու, որ Հայաստանը իր դիվերսիֆիկացիան իրականացնի։ Եթե այդպես լիներ, ինչպես 2010-ականներին էր, Հայաստանը ընտրեց ուղղությունը Եվրոպական միությունից եւ գնաց Եվրասիական տնտեսական միություն։ Հիմա Ռուսաստանը այլևս այդ լծակները չունի, բայց նաեւ Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար շատ կարեւոր գործոն է, այսինքն հարաբերությունների պահպանումը, առանձին ոլորտներում համագործակցություն, դա շատ կարևոր է Հայաստանի համար, որպես այսպես բալանսավորման գործիք, որտեղ այսօր Ռուսաստանում մի իշխանությունը կարող է փոխվել իշխանությունը եւ նրա քաղաքականությունը տարածաշրջանում, նրա անկալումները աշխարհում կարող են փոխվել, լիբերալ երկիր, այո, կարող են փոխվել։ Հետաբար մեզ համար չափազանց կարևոր է օբյեկտիվ հիմքերի վրա բոլոր հնարավոր խաղացողների հետ ուրեմն հարաբերությունները։ Եթե այնպիսի իրավիճակ նայեք, արևմուտքի ընտրությունը իհարկե այլընտրանք չունի իր արժեքային առումով, մեզ համար աշխարհագրական դիրքով, բայց պետք է շատ կարևոր մի հանգամանք հասկանալ այնուամենայնիվ։ Մենք գտնվում ենք այս միջավայրում եւ քանի դեռ արևմուտքն էլ վճռականորեն չէ, որ պատրաստ է ընդունել Հայաստանի կողմից նախընտրած քայլերի իրականացումը, դա կարող է վտանգավոր լինել։ Մենք ասենք Եվրոպայի կենտրոնում չենք, որ ենթադրենք
առանց մեր հարևանությամբ էլ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ չեն ենթադրենք, որ կարողանաս ասել, այո, բոլոր ուղղություններով, ասենք Ռուսաստանի հետ հրաժարվում եմ համագործակցությունից, Իրանի հետ հրաժարվում եմ որևէ կերպ կապերից, խզում եմ դիվանագիտական հարաբերություններ, հասկանալ, որ քո կողքին այնպիսի պետություններ են, որոնք կարող են այդ բոլոր խնդիրները, որ առաջանում են այդ բացը, ուրեմն թե տնտեսական, թե քաղաքական եւ կարիքները ապահովել։ Մենք նման միջավայրում չենք։ Եվ ցավոք սրտի մեզ համար նման ընտրություն կատարելը բավականաչափ բարդ է եւ շատ խորքային քաղաքական հաշվարկների անհրաժեշտություն է առաջանալու նման դեպքում։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, հարցերս դեռ շատ են, բայց ցավոք եթերաժամը սպառվեց։ Ձեզ շնորհակալություն հնարավորության համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն էր տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, ամենայն բարի ձեզ։